We are hitting ISIL harder than ever. Միացյալ Նահանգները մահացու հարվածներ է հասցնում իսլամական պետություն խմբավորմանը։ Դաեշին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման։ Օբաման Պենտագոնում անցեկացրել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը նվիրված էր ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությանը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան օրեցօր ավելացնում է Դաեշի դեմ ուղղված հարվածները։ The point is ISIL leaders cannot hide. Դաեշի առաջնորդները խույս չեն տալու եւ նրանց ուղղված մեր միակ խոսքը պարզ է. հաջորդը դուք եք լինելու։ Նախագահ Օբաման ընդգծել է, որ վերջին շաբաթներին կոալիցիայի արդյունավետ գործողությունների ընթացքում ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքները կրճատվել են ինչպես Իրաքում, այդպես էլ Սիրիայում։ So far ISIL has lost. Մինչ օրս Դաեշը Իրաքում կորցրել է իր հսկողության տակ եղած բնակելի տարածքների 40%-ը եւ առաջիկայում կորցնելու է ավելին։ Միևնույն ժամանակ Բարակ Օբաման նշել է, որ Դաեշի զինյալները ծպտվում են խիտ բնակեցված վայրերում, թաքնվելով քաղաքացիական բնակչության հետևում, որպես վահան օգտագործելով կանանց ու երեխաների։ So even as we're relentless. Այսպիսով, անգութ մնալով ահաբեկիչների նկատմամբ մենք պետք է գործենք խելացի, թիրախավորելով Դաեշին վիրաբույժի ճշգրտությամբ։ Նախագահ Օբաման նաև կոչ է արել աշխարհի մյուս երկրներին, այդ թվում Ռուսաստանին եւ Միջին Արևելքի պետություններին, հետևել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի օրինակին, ավելի հուժկու հարվածներ հասցնելով Դաեշին։ Ամփոփելով ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարությունը, Բարակ Օբաման նշել է, որ այն շարունակվելու է 4 հիմնական ուղղություններով։ Միացյալ Նահանգները շարունակելու է որսալ եւ ոչնչացնել ահաբեկիչների ղեկավարներին, աջակցել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող ցամաքային ուժերին, ոչնչացնել Դաեշի ֆինանսական աղբյուրները, կանգնեցնել ահաբեկիչների կողմից տարվող քարոզչությունը եւ դիվանագիտական միջոցներով կարգավորել Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որպիսի բոլոր կողմերը կենտրոնանան Դաեշի դեմ պայքարի վրա։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ To review and constantly strengthen our efforts, and I want to thank Secretary Carter, Chairman Dunford,